Տիկին Լուսերես, հասկանալի է, որ Սամվել Կարապետյանին աջակցելու համար եք այստեղ, որն է ձեր ասելիքը, ինչ եք ուզում ես փոխանցել։ Ասելիքս այն է, որ ուզում ենք իմանալ, ինչ հիման վրա են ձերբակալել աշխարհահռչակ բիզնեսմեն բարերար Սամվել Կարապետյանին։ Փաստը որն էր, առանց փաստի, եկեղեցիները, որ դեմ էր պղծեն, եկեղեցիները պղծելու համար, որ դարձնեն թուրքական մեջիկ ու ոտաբոբիկ հայերը չոքեն ու նամազ ենին, այդ է երազանքները։ Իսկ հեծը, որ ուզում է պետականացնել, Արդեն լիցենզիայից զրկել են։ հա, լավ չեն արել դրա համար։ Հեծը, որ Սամվել Կարապետյանի տնօրենության տակ էր, մենք կարգին լույս էր տեսնում Հայաստանը, գներն էլ հարմար։ Ոնց որ առեց Սամվել Կարապետյանը տնօրեն չէր, Հայաստանում շաբաթներ, ամիսներ, օրեր լույս չէր տեսնում Հայաստանը, հիմա կարգին լույս է տեսնում, գներն էլ հարմար, ուզում է դա էլ վերցնել տապ թուրքերին, որ հայերի վրա 11 գները ավելացնեն։ Այո, Ղարաբաղի Ստեփանակերտի հիվանդանոցը միլիոնների գներով էդով էր կառուցել Սամվել Կարապետյանը, այն ժամանակ Հայաստանը ուրախանում էր, որ այդպիսի բարերար մարդ ուներ, դա էլ ուրախությամբ հանձնեց թուրքերին։ Ղարաբաղի փախստական հայերին ով է տնօրեն տվել, ով է բարերարել, ով է պաշտպանել, չէ որ մեր հարգելի բիզնեսմեն Սամվել Կարապետյանը, ու մինչև հիմա էլ Ղարաբաղի փախստական հայերին օգնում է ամեն ինչով, հագուստով, պրոդուկտով, վառելիքով, ամեն ինչով օգնում է, բա այդպիսի մարդուն կարելի է ձերբակալել անհիմն պատճառով։ Տիկին Լուսերես, հաշվի առնելով, որ Տաշիրից եք, հավանաբար ճանաչում եք նաև Կարապետյանների ընտանիքը։ Ինչպես կբնութագրեք իրենց ընտանիքը, ես գիտեմ, որ մանկավարժների ընտանիք է եղել։ Այո, Կպատմեք ինչպես եք ճանաչում։ լավ կրթված ընտանիք են եղել, հարգված ընտանիք են եղել ամբողջ գյուղի կողմից, ռայոնի կողմից եւ հետո էլ Հայաստանի կողմից։ Առաջ Տաշիրը ոչ ոք չէր ճանաչում, նախքան բարերար Սամվել Կարապետյանի օրոք, իսկ հիմա ամբողջ աշխարհն է ճանաչում Տաշիր քաղաքը, դա շնորհիվ Սամվել Կարապետյանի, ու իրենց ընտանիքը շատ լավ ընտանիք է եղել, մանկավարժի ընտանիք է եղել, ժողովրդին շատ հարգանքով, շատ բարելից ընտանիք են եղել, էլ ինչ ասեմ, լավ զավակներ են ունեցել, այսպես չի կարելի մեր օրենքը այդ ձևի մարդկանց ձերբակալի, ինչ հիման վրա, անհիմն պատճառով, չենք հասկանում, այո, ու պահանջում ենք ազատություն, պահանջում ենք ազատություն, մեր հարգելի բարերար Սամվել Կարապետյանին։ Շատ լավ, շատ լավ։ Այո, կսիկ չչնջեք ուղղակի եթեր է։ Ուղղակի եթեր է։ Շարունակում